Ենթադրում է լավ եղանակ։ Լավ քարոզարշավը վատ եղանակին է տեղի ունենում։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ո՞նց եք։ Ո՞նց եք։ Ո՞նց է ձեր տրամադրությունը։ Քարտեզ նվիրենք ձեզ։ Մեր տրամադրությունը կախված է ձեր տրամադրությունից։ Բարև ձեզ։ Քարտեզ նվիրենք ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ է։ Ահա։ Էսա մեր տրամադրությունը։ Ինչ որ անձրևն ու կարկուտը ձեր տրամադրության վրա չասեք։ Էսա մեր տրամադրությունով անձրևն ու կարկուտը կտրելու ենք, էսա տեսեք։ Էսա տեսեք ոնց է կտրվում անձրևը։ Էսա տեսեք ոնց է կտրվում։ Էս մենք գիտենք ձևերը։ Բարև եղբայր։ Լավ ես, քարտեզ նվիրեմ քեզ։ Բարև եղբայր։ Քարտեզ եւ թխվածք նվիրեմ քեզ։ Տիկին, բարև ձեզ։ Ինչպես եք, քարտեզ նվիրենք ձեզ եւ բուկլետ նվիրենք ձեզ։ Մեր բուկլետնա կարդացեք, մեր ծրագրերին ծանոթացեք։ Բուկլետ։ Բարև ձեզ, ես ինչ լավ խանութ ունեք խաղալիքների, բարև ձեզ։ Մեր բուկլետից ձեզ նվիրենք եւ մեր քարտեզից մեզ ձեզ նվիրենք, մեր քարտեզից ձեզ բարև ձեզ։ Լավ եք, լավա ձեր գործերը, մի հատ էլ բուկլետ։ Լավ եղեք, լավա գործերը, տրամադրությունները լավա։ Ահա, տեսեք, որ ասում ես հա կկտրվի անձրևը չէիք հավատում։ Հա, գնանք ենք բանի կանգառի մեր ժողովրդի հետ էլ շփվենք, բարև ձեզ եղբայր։ Բարև եղբայր ջան։ Լավ, դուք ոնց եք։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Երեխեք, ես քեզ։ Ես էլ քեզ։ Մեր բուկլետից ձեզ, մեր եւ ձեր քարտեզից ձեզ։ Դուք իրար հետ եք։ Ահա, մի բուկլետ։ Դուք ձեր երեխանա եւ քարտեզից մեր։ Լավ եք, լավա տրամադրություններ, լավ եղեք, գնանք են կողմնա, չէ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Հարգարժան վարչապետ, թորնիկս 2 տարեկան է, մի հատ սրանից ուզում էր։ Ահա, մի հատ ձեզ, մի հատ թորնիկին, մի րոպե, բուկլետ, թորնիկի համար մի հատ է թխվածք, հաջան, հա, բայ էտ եմ ասում, բեն չի եք ասում սենց բեր, ես էլ թորնիկին թխված, գնացինք։ Բարև ձեզ, լավ, դուք ոնց եք։ Լավ, մերսի, մենք հլե դեռ քայլում ենք։ Լավ եք։ Տիկին տեսակ, որ ասում է անձրևը կտրվելու այսա մեր տրամադրությունից, շատ լավ։ Քարտեզ։ Բարև ձեզ եղբայր։ Լավ եք, տրամադրություն։ Քարտեզ։ Բուկլետ։ Տվել են բուկլետ, շատ լավ։ Դե մոտակայքում։ Բարև ձեզ եղբայր։ Քարտեզ նվիրեմ ձեզ։ Բուկլետ տվել են։ Բարև ձեզ։ Լավ եք եղբայր։ Քարտեզ նվիրենք ձեզ։ Բարև ձեզ։ Քարտեզ նվիրենք։ Բարև ձեզ։ Լավ եք, տրամադրություններ տեղն է։ Շատ ապրեք։ Հա, մենք չենք ուշացել, մենք հլը շուտ ենք եկել ժամից, եկանք հլը անձրևն էլ կտրեցինք, նոր հիմա դնում ենք դեպքի վար, հաջան։ Միկրոֆոնը դրած վրեզ, եթե շատ Չագուչը մեծացել է։ Չագուչը, հա, մեծացրած է չագուչը։ Վայ, բարև ձեզ, էս ինչ լավ խանութ է, բարև ձեզ։ Բուկլետ տվեք, էլի, բուկլետ տվեք, ժողովուրդ։ Մեր էլի տվեք բուկլետ, մի քանի հատ տվեք։ Մեր բուկլետից ձեզ, բարև եղբայր, ոտներս բարի լինի։ Մեր քարտեզից, մեր բուկլետից։
Բարև ձեզ, բարև եղբայր, գործերին հաջողություն, ես էլ հաջողություն թող բերի ձեզ, բուկլետն է թող հաջողություն բերի ձեզ, բարև ձեզ, մեր քարտեզից, մեր բուկլետից, մի քիչ թրջվել ա, կներեք, էլի բուկլետ տվեք, բուկլետ, բարև ձեզ, մեր քարտեզից, հեռախոսով քանից նա, 8 րոպե ունենք հլը, բարև ձեզ, քարտեզ նվիրենք ձեզ, բուկլետ արդեն նվիրել են, քարտեզ, Անուշ, համեցեք տիկին Անուշ, համեցեք, բարև ձեզ, ում չնվիրեցի քարտեզ, ում չնվիրեցի, ձեզ էլ չնվիրեցի, շատ լավ, բարև ձեզ, ձեզ նվիրել ենք արդեն, բարև ձեզ, շնորհակալ եմ, հաճույքով, բարև ձեզ, քարտեզ նվիրեմ ձեզ, բուկլետ նվիրել են, տվել են ձեզ բուկլետ, ես էլ բուկլետ, մի րոպե նամակը Գագիկինի Սախանյանն, բարև եղբայր ջան, լավ եք, շնորհակալ եմ շատ, քարտեզից, Հələ մի րոպե, մի հատի հարցը լուծենք, հետո երկրորդի հարցն էլ կմտածենք, հոչեք թրջվե ժողովուրդ, հոչեք թրջվե, մենք եկանք անձրևը կտրեցինք, 1000 բարի, ում չտվեցիք քարտեզ, ում չտվեցիք քարտեզ, բայց բանը, ասեք, որ անպայման կրեն ես, դե մարդիկ, դե ես օրինակ եմ ծառամ, երկու հատ մի հատ գլխից, մի հատ կրծքից կրում, մի ժամանակ ովքեր որ իշխանամետ էին, նրանք պարծենում էին դրանով, որ իշխանամետ էին, ամեն ինչ որ ցույց հիմա իշխանամետներին հետապնդում են, վախենում են, որ ասեն ոչինչ, թաքուն, էսա, հասնում ենք վերջին կետին ենք հասնում, ես եմ շնորհակալ, բա նաև էտա պատճառ, 2021, տիկին, ձեզ մի բան ասեմ, 2021 թվականի ընտրություններում, սոցիոլոգիական հարցումներով մենք 25-26% էր տրվում, բայց մենք 53% ունենք, որովհետև են մարդիկ ովքեր հիմա առավել ևս, մեզ հիմա ավելի բարձր տոկոս անհրաժեշտ խաղաղությանը տեր կանգնելու համար։ Բարև եղբայր։ Լավ եղբայր, դուք ոնց եք։ Հաճույքով եղբայր ջան, հաճույքով։ Մի հատ էլ տամ, իհարկե կարելի է։ Հաճույքով։ Լավ եղբայր, լավ եմ։ Էս ինչ լավ եղանակ է, էս անձրև ես ոնց պարզաջրեց։ Բարև եղբայր, լավ եք։ Նախադասություն շնորհակալ։ Համեցեք։ Ուզում եմ Աբդուշի մի բան խնդրել։ Ասեք եղբայր։ Խոսք տաս մի օր գաս իրավեր նստենք մի բաժակ բախենք։ Մի հատ Հա։ Աբդուշի եւ մոթեմ։ Այնքան կուզեմ։ Երբ Հոսիսյան գալու ես ցավը։ Կարևոր հարցեր է։ Ասա եղբայր։ Խոսքը տաս։ Բա ոնց գտնեմ քեզ։ Ես համարը կարամ թողեմ ցավը։ Բոլոր եկել ապեցան Ճանաչում եք։ Ճանաչում։ Մենք երրորդ անգամ երևի հանդիպում ենք։ Այդ հարցը ճիշտ ասած չենք Մի հատ բարև եմ մարդկանց։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Կներես էլի եղբայր, մարդկանց մի հատ բարև եմ։ Բարև ձեզ, բուկլետ էլ։ Ոչինչ։ Մագնիսնա որ կպցնեք։ ծանոթ է։ Ահա։ Բարև ձեզ, բուկլետ քարտեզ տվեք էլի։ Երկու հատ էլ տվեք երեխեքի համար։ Երկու հատ։ Երեխեքը ինչ տարիքի են։ 16 Բարև եղբայր։ ինձ էլ էլի։ Լավ եղբայր։ Ունեմ դրանից։ Քարտեզ չունեք։ Մի հատ ինձ մի հատ բալայից։ Մի հատ ձեզ մի հատ բալա։ Ձեզ տվեցինք։ Բարև ձեզ։ Հաջան ասեք։ Մենք էլ ուզենք քարտեզ։ Հավոր բնակիչ մասում երկու գյուղի ապեցան տոլոր։ Հա, ինչա պետք է անել։ Դրան բարը կառուցած է։ Ահա։ Հին սիստեմը կա։ Արամ Փաշյան, նամակին հանձնա։ Շատ լավ, Գագիկի։ Այդ հարց ունեմ, էլի ձեզ։ Նախքին Ժորժան, չեմ հասցնում հետևեմ ձեր մտքին։ Ասեմ, գնալ։ Ասեք։ Թատ երեխա ունեմ։ Նպաստը կտրել են, հեսա 9 ամիս է նպաստ չեն տալիս ինձ։ Հիմա իսկ տուն ունեք։ Տուն, հա, ախորս տունն է, հա, տուն ունենք, բայց 9 ամիս Հիմա մենք բազմազավակ երեխա, հիմա ցենց ոտի վրա չեմ կարող ասեմ։ Այդ նամակի մեջ գրած էր այդ։ Այո, հա, Դե հա, այդ նամակով կառավարությունների սիստեմը։ ինչա պետք անել։ Հիմա խողովակին դե հարցն է, Ռոռոկման համար։ համար 1000 հեկտարի համար, 1000 հեկտարի համար։ Հիմա դե մենք ասում ենք Արևային կայանի տեխներ կա, դրել 2000 կիլովատ,
մեր ջրամբարի սիստեմը սաղ կա։ Ընդհանրապես տանք յուղի դաշտերին էլի, ասենք 3 կավի։ Շատ լավ, բարև ձեզ ժողովուրդ ջան, հո չեք թրջվել։ Բոլոր Սակրատյանի մասին մեկը գազաֆիկացում, մենք քաղաքին կպած ենք, քաղաքին կպած։ Եղբայր, ամեն ինչ է կարվի, ամեն ինչ է կարվի։ Շնորհակալ ենք։ Բարձրախոսը, բարձրախոսը։ Բարև ձեզ, հազար բարի, ես էլ եմ ուրախ, շնորհակալ եմ։ Սիրելի սիսյանցիներ, ողջունում եմ բոլորիդ, այս Անձրևը տեսաք ոնց պարզաջրեց ամեն ինչ, մի հատ խնդրում եմ ես պահեք։ Սիրելի սիսյանցիներ, նախ շնորհակալ ենք, որ այս տեղատարափի տակ եկել եք, բայց ընդհանրապես մենք քարոզարշավը սկսեցինք Անձրևի պայմաններում, մի տիկին ասում է, հո դեր տրամադրությունը չընկավ, ասում է, որ եկաք սենց վարար Անձրևա գալիս, ասի չէ, հիմա մենք մեր տրամադրությունով Անձրևը կդադարեցնենք եւ նորմալ քարոզարշավ կսկսենք, այնպես որ եկեք մի հատ ծափերով իրար ողջունենք ձեր։ Ժողովուրդ ջան, ճիշտն ասած ես բրոշյուր ունեմ ինձ մոտ, որտեղ գրված է, թե մենք հանրապետության որ համայնքում ինչ աշխատանք ենք արել, սուբվենցիոն ծրագրերով, ուղիղ ծրագրերով եւ այլն, բայց ես չեմ ուզում տենց պաշտոնական խոսակցության վերածեմ, որովհետեւ ինչ որ արվել է, դուք տեսնում եք, ինչ որ չի արվել, էդ էլ գիտեք, բայց ես էլի ուզում եմ ասել, մենք այս ընթացքում Հայաստանում բազմաթիվ խնդիրներ լուծել ենք, բայց ակնհայտ է, որ բազմաթիվ խնդիրներ կան, որ դեռ մնում են չլուծված։ Բայց մենք այսօր նաև շատ դարակազմիկ հարցեր ենք լուծել սոցիալական ոլորտում։ Օրինակ առողջության ապահովագրությունը, որից օգտվում են 65+ տարիքի թոշակառուները, բայց ես ուզում եմ ասեմ, մենք ասում ենք 65+ տարիքի թոշակառուներն են շահառուն, բայց ոչ առաջինը իրանց զավակներն են շահառուն, որովհետև ով տարիքով ծնող ունի, մեզնից բոլորը միշտ լարված է, ասում է, բա վերջը տարիք է, որ մի հատ առողջական խնդիր լինի, ինչ ենք անելու, դրա համար ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը եկել է եւ ձեզ ասում է, որ դուք մենակ չեք, ձեր ծնողների հետ կապված այն հեղափոխության ժամանակվա երգը հիշում եք, բանաստեղծությունը, որ ասում ենք եւ մենակ չենք։ Հիմա 2026 թվին, դա 2018 թիվն էր, ասում ենք մենք մենակ չենք, այսօր մենք էլի եկել ենք վերահաստատելու, որ դուք մենակ չեք, ձեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է, եւ այսօր ձեր 65+ տարեկան ծնողների առողջության ապահովագրության խնդիրն է լուծել, ձեր 65 թոշակառու ծնողների թոշակների հարցերն է լուծել։ Ես պատահական այսօր մտել եմ մի քանի տուն եւ բոլոր թոշակառուները հաստատել են, որ իրանց թոշակը 10,000-ով բարձրացել է եւ հետ վճարով է տարբեր 8-ից մինչեւ 11,000 դրամ իրանք հետ են ստանում մի հատ թոշակառուների հետ վճարով, մի հատ էլ ընդհանուր հետ վճարով։ Բայց ընդհանուր առմամբ այս ընտրությունները իրականում ոչ թոշակի, ոչ առողջության ապահովագրության մասին չի, չնայած էլ եմ ասում, առողջության ապահովագրությունն էլ, թոշակի բարձրացումն էլ մեր երկրի համար դարակազմիկ նշանակություն ունեցող հարցեր են, որովհետև մեր երկրում առաջին անգամ է, որ միջին կենսաթոշակը բարձր է նվազագույն պարերային զամբյուղից։ Մեր երկրում առաջին անգամ է, որ մենք այսպիսի հուսալի առողջության ապահովագրություն ենք բանարել, ներդրել։ Իմիջիալոց նախկինում 2 փորձ եղել է արդեն առողջության ապահովագրություն ներդնելու, ներդրվել է եւ արագ չեղարկվել է։ Չհավատակ նրանց, ովքեր ասում են, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը չեղարկվելու է։ Դա բացառված է։ Մենք այսօր Տիկին Ավանեսյան, ուր եք, Տիկին Ավանեսյան։ Անայդ Ավանեսյանը առողջապահության նախարարը, ով առողջության ապահովագրության ներդրման։ Մեր մյուս գործընկերները ուր են, պարոն Միրզոյան, պարոն Կոնջորյան, պարոն Ռուբին, եթե շփվում եք մարդկանց հետ, նորմալ է, մնացեք եւ շփվեք։ Բայց եթե այդտեղ միտեղ ծառի տակ նստած ծխում եք կամ չգիտեմ, իրար հետ եք շփվում, ավելի լավ է եկեք այստեղ կանգնենք։ Տիկին Ավանեսյան, դուք հիմա մենք կարող ենք հաստատել, որ ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդհակառակ ավելի է ընդլայնվելու։ Ասեք 2 բառ այդ մասին։
Այո, պարոն վարչապետ, ոչ միայն Բարձր, հնարավոր։ չեղարկվելու, այլ նաև նոր խմբերն են ավելանալու եւ մենք 2 տարվա ընթացքում մեր ողջ բնակչությանը արդեն ապահովելու ենք առողջության ապահովագրությունով, ժողովուրդ ջան։ Այս հունվարի 1-ից միանալու են բոլոր աշխատողները, անկախ իրաց աշխատավարձի չափից։ Միանալու են տաքսիի վարորդները։ Այնպես որ առողջության ապահովագրությունը անկասելի է։ Ժողովուրդ, ստեղ ուզում եմ մենք ճիշտ հասկանանք իրար, 65+ տարիքի եւ մինչեւ 18 տարեկանների համար վճարում է պետական բյուջե։ Աշխատողները իրենք են իրենց աշխատավարձից վճարումներ իրականացնում, բայց այդ վճարածի մի մասն էլ համընդհանուր հայտարարագրման համակարգով որպես սոցիալական հետվճար հետ են ստանալու։ Եվ առողջության ապահովագրության ամենամեծ գնահատականը տվել են մեր սիրելի տաքսիստները։ Իրանց հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, մենք իրանց հետ կաշխատենք, լուծումներ կգտնենք փոխադարձ ընդունելի, բայց մի օր ինձ ասում են, գիտեք, ասում են տաքսու վարորդները բան են անում, ակցիա են անում, բողոքի ակցիա։ Ասում եմ, ինչի համար են բողոքի ակցիա անում։ Ասում են, պահանջում ենք, որ մեզ ներառեք առողջության ապահովագրություն։ Չեք պատկերացնի ինչքան ուրախացա, որովհետև դա առողջության ապահովագրության ամենամեծ գնահատականն է։ Ես ձեզ մի գաղտնիք ասեմ, բազմաթիվ երկրներ, որտեղ առողջության ապահովագրությունը ներդրվել է, ցույցեր են արվել բողոքի ընդդեմ առողջության ապահովագրության, որովհետև նրբություններ են եղել վճարումների բանի հետ կապված եւ իմիջայլոց։ Մենք քանի տարի է որ քննարկում ենք, 8 լավ, սենց ասեմ, 7 տարի 8 ամիս, հա, որ ճշգրիտ 7 տարի 8 ամիսա մենք էս քննարկում ենք եւ այո, մենք էլ կարող ենք հիմա մտնել են տարբերակով, որ մարդիկ բողոքեին համակարգի դեմ, որովհետեւ գիտեք ինքը չեմ ուզում նրբությունների մեջ մտնեմ, շատ բարձ համակարգ է, բայց այսօր մենք ներդրել ենք, որտեղ մարդիկ բողոքի ակցիա են անում, ասում են մեզ էլ ներառեք այդ համակարգի մեջ, դրանից ավելի մեծ գնահատական չկա, բայց էլի եմ ասում, ինչքան էլ այս փոփոխությունները դարակազմիկ են, ժողովուրդ ջան, 2026 թվականի խորհրդանական ընտրությունները մի շատ կոնկրետ գործնական նպատակ ունեն եւ մի շատ կոնկրետ թեմայի են վերաբերվում եւ դա խաղաղության թեման է եւ մենք գիտեք մեր կարգախոսը որն է եւ այդ կարգախոսում մենք կարող ենք նույնիսկ ելույթներ չունենալ, որովհետեւ այդ նախադասության մեջ ամեն ինչ ասված է Տեր կանգնիր խաղաղությանը։ Մենք ուզում ենք, որ դուք տեր կանգնեք խաղաղությանը, որովհետև դա ձեր խաղաղությանն է, դա ձեր զրկանքների գնով ձեռք բերված խաղաղությանն է, որովհետև տեր կանգնելով խաղաղությանը, մենք տեր ենք կանգնում մեր պետությանը, մեր անկախությանը, մեր ինքնիշխանությանը, մեր ապագային, որ այսօր է։ 2021 թվականին ես նույն տեղը ես եկել եմ եւ ձեզ ասել ենք որ ապագա կա, այսօր եկել եմ ասելու, որ այդ ապագան այսօր է։ Ապագան եկել է ժողովուրդ եւ Տերը պետք կանգնել այդ ապագային։ Եվ խաղաղությանը Տեր կանգնելով ամենակարևորը, մենք Տեր ենք կանգնում մեր նահատակների հիշատակին, որովհետեւ մեր նահատակների հիշատակը հարգելու ավելի ազդեցիկ կոթող հուշարձան, ինչ ասեմ, տուրք չկա, քան անվտանգ, խաղաղ, զարգացող բարեկեցիկ, ազատ, երջանիկ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը եւ ուրեմն այո ծափեր մեծ Գիտեք ինչ մենք մեր պատմության մեջ հաճախ ա եղել ցավոք որ մենք նահատակներ ենք ունեցել եւ Վերջնարդյունքում դժվար է եղել ձևակերպել, լավ մենք ինչ ստացանք։ Այսօր ես ձեզ ասում եմ ինչ ստացանք, մենք ստացանք ապագա ժողովուրդ։ Մենք ստացանք ապագա ոչ թե որը 7 սարի հետևում, այլ ապագան էստեղ է, հիմա է։ Ապագան այն է, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, թոշակառուները հասկանում եք գնում են 3 միլիոն, 4 միլիոն դրամ արժեցող վիրահատություն են վիրահատվում են եւ ուղղակի ասում են ստեցություն եւ գնում են վերադառնում են իրանց տուն։ Այդ ստացանք, ապրելու հնարավորություն ստացանք, պետություն լինելու հնարավորություն ստացանք եւ ամենակարևորը այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հնարավորություն ստացանք։ Եվ իմ խնդրանքն է ձեզ, կոչն է ձեզ, այս պահի լրջությունը գնահատեք։
որովհետև սա մեր հազարամյա պատմության մեջ կարևորագույն փուլերից մեկն է, կարևորագույն փուլերից մեկն է։ Դուք այսօր գրել եք պատմություն, եւ ձեր խնդիրն է այդ պատմությունը հաստատել եւ այդ պատմությունը դարձնել անընդհատելի, որովհետեւ մեր պատմությունը հաճախ ընդհատվել է, մենք կորցրել ենք մեր պատմության թելը, որովհետեւ այնտեղ որտեղ մենք չունենք պետություն, այդ նշանակում է չունենք պատմություն։ Նայեք մեր պատմության գրքերը կարդացեք։ Մեր պատմությունը որտեղ է այն ժամանակ, երբ որ մենք չունենք պատմություն, մեր պատմությունը գնում է հասնում է Լեհաստան, Վենետիկ, Սինգապուր, Հնդկաստան, Ամերիկա, չգիտեմ, Մերձավոր Արևելք, Պարսկաստան եւ այլն եւ այլն։ Մենք մեր պատմությունը վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետություն։ Մեր պատմությունը այլևս հարատև կապված է Հայաստանի Հանրապետության հետ եւ պետքա տեր կանգնել այդ պատմությանը։ Եվ այդ պատմությանը տեր կանգնելը այսօր կախված է ձեզնից յուրաքանչյուրից։ Ես էլ եմ ասում, այսօր շատ մարդիկ ասում են, հա դե պարզա ԿՊ-ն հաղթելու է եւ այլն եւ այլն։ Այս տրամադրությունը ինձ մի քիչ էլ ուրախացնում է, բայց մի քիչ էլ անհանգստացնում է, որովհետեւ կարող է տեսնենք, որ լավ հարևանս գնաց քվեարկեց, մյուս հարևանս գնաց քվեարկեց, լավ դե ինչ կարևոր է ինձ։ Ոչ։ Պատմությունը կախված է մի մարդուց։ Պատասխանատվությունը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց։ Եվ այդ մեկ մարդը ով է։ Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Եվ ստենց է պատմությունը կերտվում։ Երբ որ ամեն մեկը ասում է ես տեր եմ իմ պետությանը, ես տեր եմ իմ պատմությանը, ես տեր եմ իմ նահատակների հիշատակին, եւ այս պետությունը հարատև լինելու է այն բանի նշանը, որ նրանք իզուր չեն ընկել, որ նրանց արյունը չի կորել, նրանց արյունը դարձել է ազատ, ինքնիշխան, հզոր, բարեկեցիկ պետություն, որի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Բայց դրան էլ արարողակարգ կա։ Ասում ենք փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը եւ 3 անգամ պետք է ասել կեցե, փորձենք։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ խաղաղությանը տեր կանգնելու համար գիտեք ինչա պետք անել։ Պետք է այդ մարդու ուժով եւ լեգիտիմությամբ այդ մեկ մարդու իշխան հասկանում եք ժողովուրդ ինչա տեղի ունեցել 2018 թվականի ընտրություններից հետո։ Տեղի ունեցել մի բան եւ ուզում եմ որ մենք բոլորս դա գնահատենք։ Բոլորը դա գնահատենք։ 2018 թվականի ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մի մարդու եւ այդ մեկ մարդը ով է այդ մեկ մարդը։ Ով է մեկ մարդը։ Թող այդ մեկ մարդը ձեռ բարձրացնի, որին Հայաստանի Հանրապետությունում պատկանում է իշխանությունը։ Եվ այդ մեկ մարդը դու ես, այո, եւ ես խնդրում եմ ձեզ գնացեք 2026 թվականի հունիսի 27-ին ընտրական տեղամաս եւ տեր կանգնեք ձեր ինքնիշխանությանը, ձեր իշխանությանը, ձեր պետությանը, ձեր խաղաղությանը։ Իսկ դրա համար պետք է մի բան, այսինքն այս ամենի չի որպես կուլմինացիա, պետք է մի բան։ Էդ էլ գիտեք որն է, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին, ժողովուրդ կարող է չեք քվեարկում 16-ին, ինչ որ, հա? Ես կարող ես ուրիշ հավաքի մեջ եմ հայտնվել, հլը մի հատ ասեք, և ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, այս ուրիշ բան, այս հասկացանք, լավ եղեք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք բոլորիդ, եթե մեր պատճառով մի քիչ թրջվել եք, ներողություն եմ խնդրում, բայց մենք էլ ենք մի քիչ թրջվել և ուզում ենք, որովհետև Գարունը, անձրևը կյանք է,
Դուք եք են ճանապարհին անձրևի տակավ, այ շնորհակալ եմ եւ անցանք նոր հասկացանք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին Պարոն վարչապետ, ցավոք բաներ։ Ես Facebook-ում Նայիրի Խաչատրյանն եմ։ Ձերանը ի՞նչա, ձերանը։ Պարոն վարչապետ, ես Նայիրի Խաչատրյանն եմ։ Ուրախ եմ, Facebook-ում ճանաչում ես ինձ։ Նայիրի Խաչատրյան։ Ուրախ եմ, եղբայր ջան։ Բայց ծանոթ է։ Ժորժ ջան, հիմա սենց ենք անում, բուկլետով ով չունի բուկլետ տարածքում։ Բոլորին բուկլետ տրվել է։ Հիմա մի քիչ ուրա մեր ավտոբուսը ուրա։ Հիմա ով քարտեզ ուզում է, քարտեզ ենք նվիրում եւ գնում ենք մեր հաջորդ կետը կներեք այս շտապողականության համար քարոզարշավի ընթացքում ամենամեծ մարտահրավերը ուշանալն է։ Ես ընդհանրապես չեմ սիրում ուշանալ, դրա համար արագ գնանք, որ ոչ մի Միչայլոտ Սյունիքի մարզի հիմնական հանրահավաքը նախատեսված է վաղը 7:30 Կապանի Գարեգին Նժդե հրապարակում։ Խնդրում եմ ով ժամանակ ունի, հավես ունի, հնարավորություն ունի, բոլորին մայիսի 9-ի ժամը 19:30-ին Կապանի Գարեգին Նժդեի հրապարակում մեծ հանրահավաք, մեծ հավաք նվիրված խաղաղության օրակարգին, նվիրված իհարկե Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ։ Թխվածք էլ երեխեք կան ստեղ։ Քարտեզ թխված։ Քարտեզ ով է ուզում քարտեզ։ Ես ունեմ, բայց պետք է 5 հատ անեմ, գյուղը բաժանեմ։ 5 հոգ։ Քարտեզ։ Թխվածք։ Քարտեզ։ Հաճույքով, Ժորժ ջան, հաճույքով։ Հետս եկեք էլի։ Հաճույքով։ Հանգիստ տուրել։ Չեղավ։ Կբաժանես բայց։ Կարող եմ նամակ դիմել։ Այո, տվեք օգնականս կնայի։ Զգուշ, մենակ խնդրում եմ, պետք չի հրմշտեր, խնդրում եմ։ Էլի քարտեզ։ Մոտիկ, խնդրում եմ մոտիկ։ Հանգի Ժորժ ջան, բոլորիդ էլ կտամ, խնդրում եմ։ Շնորհակալ եմ շատ, խնդրում եմ։ Հաճույքով, քարտեզ։ Տուր էդ, քարտեզ։ Պահեք էլ, բամոտը թքած են հանի։ Մեր ավտոբուսի ձայնը հնչեց, պետքա գնանք արդեն։ Բարձուկուն եք արդեն։ Ես եմ շնորհակալ, եղբայր ջան։ Կներեք պետքա գնանք, քարտեզ։ Քարտեզ ում չենք տվել։ Քարտեզ Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք։ Թխվածք։ Լեոնարդ թխվածք։ Երեխա կար, մի րոպե։ Երեխա կար ստեղ։ Ինձ էլ տվեք։ Էսա հիմա։ Ուճուր ջան, ես վերցրու։ Այս քեզ։ Էլի թխվածք։ Էլի մերկա թխվածք։ Լեոնարդ։ Ես ձեզ։ Քարտեզ։ Հեսա տալիս է, հանգիստ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Աջան։ Լավ է։ Հանգիստ։ Քարտեզ։ Ընկերուհուն։ Քարտեզ։ Թխվածք եւ քարտեզ։
Բայ։ Պարոն վարչապետ, Հաջան։ ես մի բառ եմ ուզում խոսամ քեզ հետ։ Խոսալու ժամանակ Մեր համար, մեր համար։ Կնայենք, բոլոր հարցերն է կնայենք։ Բարև եղբայր, քարտես։ Մի հատ էլ տանեմ իմ Նիկոլից, ձեր պապին անունը Նիկոլը։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալ եմ։ Դուք մեզ Համեցի։ Հետո։ Մերցի եղբայր ջան, շնորհակալ եմ շատ։ Լավ եղեք, ժողովուրդ ջան։ Ահա այսպիսին էր Սիսիանի մեր հորդառած սրտառուչ եւ զգացմունք առատ հանդիպումը։ Սիրում եմ ձեզ սիրելի սիսիանցիներ, լավ եղեք։